Գրեթե ամբողջությամբ հրդեհված սրահ, ջերմությունից դեֆորմացված մետաղներ, հալված կոնստրուկցիաներ եւ կիսամոխրացած 4D։ Երևան երասխ ճանապարհին Սուրենավան գյուղի մոտ Նիսանում բռնկված հրդեհից մեքենայի կմախքն է մնացել։ Առեղծվածային դեպքը գիշերը ժամը 5-ին մոտ է տեղի ունեցել։ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն նահազանգը ստացել է 4:50-ին։ Նախնական վարկածով մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, ոստիկանները նախ 3 դիակն են դուրս բերել, ապա հայտնաբերել նաև 4-րդի կիսամոխրացած դին։ Թե ինչից է առաջացել հրդեհը, առայժմ հայտնի չէ։ Մշուշոտ ու անհասկանալի են կատարվածի հանգամանքները, հարցերը շատ են, հստակ պատասխաններ դեռ չկան։ Ինչ եւ ինչպես է պատահել, որ 4 տղամարդուց ոչ մեկը չի հասցրել կամ չի կարողացել դուրս գալ մեքենայից։ Մասնագետների կարծիքով վայրկյանների ընթացքում սրահը լցվել է թունավոր ծխի կամ գազի այնպիսի կոնցենտրացիայով, որ ուղևորներն ակնթարթորեն զրկվել են գիտակցությունից։ Ողբերգական դեպքի զոհերը Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ Գիշերը ժամը 3-ի սահմանում դուրս էին եկել Երկրապահ կամավորականների միության Աբովյանի տարածքային բաժանմունքից եւ ուղևորվում էին Կապանի զորամաս ընկերներին տեսակցության։ 4-ն էլ Արցախյան պատերազմի մասնակից էին եւ ավելի քան 25 տարի անդամակցում էին Երկրապահ կամավորականների միությանը։ Ինչու էին նրանք գիշերով ճանապարհ ընկել։ Կոտայքի մարզի ԵԿՄ փոխնախագահ Սուրեն Աղոյանը մեծ հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց։ Չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, ցնցված էր ընկերների հետ կատարված ողբերգությունից։ Պատմեց, որ գիշերն են ճամփա ընկել, որ բեռնատարների ինտենսիվ երթևեկությունը չխանգարեին, նախատեսել էին նույնիսկ 1 օր մնալ դիրքերում։ Նրա խոսքով զոհվածները Արցախի ազատամարտի վետերաններ էին, միշտ պատրաստական մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին։ Ավտոմեքենա ողբերգության գիշերը վարում էր Լյովան, որը Նիսանը գնել էր ընդամենը 1 ամիս առաջ։ Նրա հետ մեքենայում են 71-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, 50-ամյա Ղազար Ղազարյանը եւ 46-ամյա Մուշեղ Մանուկյանը։ Ճանապարհը, որը պետք է ավարտվեր հին ընկերների հետ հանդիպմամբ, ավարտվեց ողբերգությամբ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հարուցվել է քրեական վարույթ, դյուրավար կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով։ Թե ինչից է առաջացել հրդեհը եւ որն է 4 մարդու մահվան իրական պատճառը, ցույց կտան փորձաքննությունները։